Ես ողջունում եմ բոլորիդ, որ ուրախ եմ տեսնել ձեզ դիմ եւ եթե դուք հիշում եք, մենք վերջի երկու անգամ խոսացել ենք, որ Աստված մեզ ընտրեց լադեր աշխարհից ստեղծելուց առաջ, մեր ծնվելուց առաջ ընտրեց եւ առանձնացրեց մեր մոր որովայնի մեջ։ Երկրորդ անգամ մենք խոսացինք դրա մասին, որ Աստված մեզ ընտրեց որպեսզի մենք կոչվենք իր զավակներ։ Եվ այսօր մենք պետք է խոսանք դրա շարունակությունը, մի պահ էլ կա, որի մեջին Աստված մեզ ընտրեց, որպեսզի մենք եղնենք քահանաներ։ Աշխարհը մեզ երբ որ նայում են, ոնց են մեզ ճանաչում, երբ որ մենք պասպորտ ենք ցույց տալի, մեր ծանոթները գիտեն մեզ անունով, սոցիալական ցանցը մենք ունենք պրոֆիլ, որտի մտնում են եւ նայում են եւ ճանաչում են այս սա ասենք Աշոտն, սա Աննան, սա Ժանանա, իսկ Աստված մեզ մի քիչ ուրիշ ձևով անայեմ եւ այսօր բերեք կարդանք առաջի Պետրոս երկրորդ գլուխ 9-րդ խոսքից։ Պետրոսը ասում է. բայց դուք ընտրյալ ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, ժառանգություն դարձված ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա գովությունը, որ ձեզ խավարից կանչեց դեպի իր սքանչելի լույսը, մի ժամանակ ժողովուրդ չէիք, իսկ այժմ Աստծո ժողովուրդ եք, մի ժամանակ չէիք արժանացել ողորմությանը, իսկ այժմ արժանացել եք ողորմությանը։ Ինչն է ուզում ասի Պետրոսը ստի, նա ասում է, որ դուք արդեն քահանաներ եք։ Քահանան մենակ պաստառը չի եկեղեցում, կամ ինչ-որ մի հատ ծառայող է։ Պետրոսը ուզում ասի, որ ամեն մեկս, երբ որ մենք եկանք Քրիստոսի մոտ, մենք դարձանք արդեն քահանապետ։ Մենք դարձանք թագավորներ։ Ու դա այդ իշխանությունը տրվել է։ Ու ինչն է հետաքրքիր դրա մասին խոսացել է Մարտին Լյութեր Կինգը, երբ որ ինքը ռեֆորմացիա էր անում, հենց դրա հայտնությունն է իր մոտ եկել, որ ամեն մի մարդ, որը ճանաչում է Հիսուս Քրիստոսին, որ ապաշխարում է եւ գալիս է Հիսուսի մոտ, նա քահանա է, նա թագավոր է։ Նա քահանա է իր բնակավարը, ընդի որդի ինքը տվյալ պահին մնում է։ Դու քահանա ես եկեղեցում, երբ որ դու ծառայում ես, դու քահանա ես քո տան մեջ, երբ որ դու սովորական ճաշ ես ըթում։ Դու քահանա ես քո գործի տեղը, որտի դու գործ ես անում։ Ու երբ որ մենք սկսենք վերաբերվել տվյալ պահերին, որպես ես գնում եմ իմ գործի տեղը որպես քահանա, ես կպատրաստվեմ որպես քահանա, որ գնամ ընդի եւ իմ ծառայությունը մատուցեմ Աստծուն։ Այդ հայտնությունը շատ ուժեղ ձևով փոխեց Մարտին Լյութերի մտածելակերպը եւ դրանից եղավ ռեֆորմացիան կաթոլիկական եկեղեցին։ Եվ ինքը մի հատ լավ տրակտատ գործ մի հատ ինքը գրել է նեմեցական ազգի համար, նեմեցների համար, ինքը վախտենտեղ էր ապրում, որ նույն մարդը, որը փորոմա հողը, որը ապրումա ճանապարհը եւ քահանան տաճարի մեջ նույն գործ են անում, նույն ծառայություն են անում, եթե իրանք անում են դա
որպես Աստծո համար։ Եվ դա լրիվ փոխեց մարդկանց մտածելակերպը եւ այդ հեղափոխությունը մտածելակերպի մեջ բերեց, որ սկսեց աճել կապիտալիստական երկիրներ, զարգանալ, կապիտալիզմը զարգացավ։ Բայց թե միջև Մարտին Լյութեր Կինգի այդ բան հեղափոխությունը եղնելը իր կյանքի միջին Աստված իր Իսրայել ժողովրդին ասում էր դրա մասին։ Ելից 19-րդ գլուխ 3-րդ խոսքից ասում եմ, որ Մովսեսը բարձրացավ Աստծո մոտ լեռան վրա եւ Տերը լեռից կանչեց նրան ասելով. այսպես ասա Հակոբի տանը եւ պատմիր Իսրայելի որդիներին. դուք տեսաք, թե ինչ արեցի եգիպտացիներին եւ ինչպես ձեզ արծվի թևերի վրա տարա եւ ձեզ ինձ մոտ բերեցի։ Ուրեմն, եթե իմ ձայնին անսաղեք իմ ուխտի պահեք, ապա բոլոր ազգերից ինձ համար հատուկ գանձ կլինեք, քանի որ ամբողջ երկիրը իմն է, իսկ դուք ինձ համար քանական թագավորություն եւ սուրբ ազգ կլինեք, եւ ես այս այն խոսքերը, որ պիտի ասես Իսրայելի որդիներին։ Ինչ է ուզում Աստված ասիստի, որ ասում է, երբ որ դուք պահեք իմ խոսքը, դուք ինձ համար հատուկ ազգ եղնեք, սուրբ ազգ եղնեք, եւ ուրիշ ժողովուրդների համար թագավորական քահանայություն պիտի անեք։ Այն ինչ որ Իսրայել ազգը չկարողացավ անի, այն ինչ որ Իսրայել ազգը չկարողացավ ընդունի եւ դրա մեջին շարժվի, ինքը փակվեց։ Ու ինչ այդ փակվելը իր մեջին, որ ես իմ Աստված, այս Աստվածը մենակ ինձ համար է, ես եմ սուրբ, ես եմ Աստծո ընտրած ազգը, ու իմ Աստվածը ուրիշ ազգերի համար չի։ Բայց թե այդ Իսրայել ազգը իր նպատակը Աստծո դրա մեջ էր, որ Իսրայելը ցույց տար ուրիշ ազգերին, հեթանոսներին, ով է իրական Աստվածը, որպեսզի իրանք ապաշխարեն եւ ընդունեն Աստծուն, բայց թե Իսրայելը փակվեց եւ դա բերեց Իսրայելին մեղքի մեջ։ Այդ փակվածությունը Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով մեր մեջ նորից վերադարձնում է դրան, որ հիմի մենք Հիսուսի մեջ դարձանք այն ազգը, որը Աստծո երեսի առաջին քահանաներ են եւ թագավորներ են, որպեսզի հեթանոսներին տանենք այդ խոսքը, իրանց ասենք, ով է իրական Աստված, տարածենք։ Ու ինչն է ամենակարևոր, մենք պետք է մեր մտածելակերպը փոխենք, մենք անընդհատ վերադառնում ենք այդ խոսքերի, որ մենք քահանաներ ենք, որ մենք թագավորներ ենք, որովհետև դա պետք է մեր մտածելակերպի մեջին հիմնվի։ Մենք պետք է հասկանանք դա։ Ինչու՞, որովհետև ազգերը սպասում են այդ հայտնությանը մեր մեջ, որպեսզի մենք էլ տանենք ու այդ հայտնությունը իրանց տակ։ Աստված ուզում է, որ մենք տարածենք այդ հայտնությունը ուրիշներին։ Հայտնությունը ես նկատի ունեմ Հիսուս Քրիստոսի մասին, որ ինքը Տերն է եւ ինքը Փրկիչ է։ Ում է լսում այսօր ազգը։ Քանային։ Ճիշտ է։ Ում են լսում։ Մենակ
Քահանաներին։ Երբ որ քահանան խոսում է, ժողովուրդը ասում է, այո, տենց է։ Իսկ դուք քահանաներ եք։ Ու այդ իշխանությունը, որը մեր մեջ կա, մենք պետք է դա օգտագործենք։ Ոնց մենք հասնենք դրան, որ դա եղնի։ Առաջի հերթին մենք չպետք է բաժանենք մեր ծառայությունը եկեղեցու մեջին, թեկուզ ուղղակի դու գալիս ես եկեղեցու ոչ մի բանով չես ծառայում։ Մենք չպետք է բաժանենք մեր տան գործերը, մեր գործը ու լուբոյ մի միջավայր, որտեղ մենք մտնեմ ենք։ Մենք պետք է ամեն տեղ զգանք մեզ որպես թագավոր ու որպես քահանա։ Երբ որ մեր մեջին այդ բաժանումը եղնումա, գիտեք, որ մենք ոնց ենք մտածել։ Դե եկեղեցին եկեղեցի է, ծառայություն է, բայց թե իմ գործը գործ է։ Սես խոսք կար ասма, բիզնեսը բիզնես է, բիզնեսին ձեռ չտակ, եկեղեցին եկեղեցի է։ Ու ես ասենք լսել եմ շատ վաղտերը, որ ասма, դե բիզնեսը դա դու չես կարող բիզնեսը նենց անես, որպեսզի արդար եղնի ամեն ինչը։ Եկեղեցին ես դի սուրբ եմ, բիզնեսի մեջին ես բիզնես եմ անեմ։ Հետո ներողություն եմ խնդրեմ Աստված ինձ ներեմա։ Բայց եթե չի լեմ, տենց չի լեմ, որովհետև Աստված ուզում է, որ դու քահանա եղնես ամեն մի բնակավարը, քո ընտանիքի մեջին, քո գործի մեջին, բիզնեսի մեջին, որտի դու եղնես։ Դու ամենտեղ որպես քահանա եղնես։ Ու որպեսզի մարդիկ իրանք նայեն քեզ։ Իրանք երբ որ քեզ նայում են, տենում են քեզ, նրանք տենում են քո մեջին Աստծուն։ Ու դա օգնում է իրանց, որպեսզի երբ որ դու սկսում ես խոսալը, իրանք արդեն պատասխանում են։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 5-րդ խոսքը ասում է. «Եվ դուք որպես կենդանի քարեր շինեցեք ձեր հոգևոր տուն, սուրբ քահանության, որպեսզի մատուցեք հոգևոր զոհեր, որոնք հաճելի են Աստծո Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Ինքը ինչ ուզում ասի, որ դու քար ես, հոգևոր քար ես, եւ դու քո հոգևոր տունը սարքում ես, այն վաղտ երբ որ դու ես բնակավարը քահանություն ես անում, գործ տեղը քահանություն ես անում, ընտանիքի տեղը մեջ քահանություն ես անում, եկեղեցում քահանություն ես անում, ինչ որ մեկի համար տրանսպորտի մեջին ես գնում, դու քահանություն ես անում, եւ դա շինում է քո հոգևոր տունը։ Ու դրա մեջին դու զոհ ես անում ամեն անգամ, սուրբ զոհ ես անում։ Որովհետև շատ բաների մեջին մենք, երբ որ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք զոհաբերում ենք մեր ժամանակը, մենք զոհաբերում ենք մեր հնարավորությունները, մենք զոհաբերում ենք մեր փողերը եւ ասենք տարբեր բաներ։ Բայց թե մենք զոհաբերություն ենք անում եւ այդ զոհաբերությունը սուրբ հայտնեմ։ Այն վաղտ երբ որ մենք քահանություն ենք անում, Հայտնություն 5-րդ գլուխ 19-րդ խոսքը ասում է եւ մեզ թագավորներ ու քահանաներ արեց մեր Աստծու համար եւ մենք թագավորելու ենք երկրի վրա։ Ինչ ուզում ասի Աստված ստի։ Հիսուսը երբ որ գնաց երկինք, նա պարս Հովանես ավետարանիչի միջոցով ասեց, որ ես արդեն ձեզ քահանա դարձրեցի, թագավորներ դարձրեցի, ու երբ որ ես պետք է գամ երկրի վրա, դուք իմ հետ պետք է թագավորեք, ու դուք իմ հետ պետք է քահանություն անեք։
այս երկրի վրա։ Գիտեք, մի որ ժամանակ առաջ ես լսեցի sense մի հատ խոսք, ասում է, դե մենակ ասենք Հիսուսի հետ պետք է գան եւ թագավորեն նրանք, ում ասենք սպանել են Քրիստոսի համար, վիզներ են կտրել, գլուխներ են կտրել, մենակ նրանք պետք է գան, ասի ոչ։ Ասի դուք սխալվում եք։ Մենք սաղս Քրիստոսի մեջով իր հետ, երբ որ գանք երկրի վրա, հազարամյակի ժամանակ մենք պետք է թագավորենք ստի երկրի վրա իր հետ։ Եվ դրա մասին Հովհաննես ասում է հայտնության մեջին։ Եվ ինչ ասենք պատահեց, այն ինչ որ Իսրայելը կորցրեց, չկայացավ պահի, մենք առանք Հիսուս Քրիստոսի միջով։ Եվ բերեք մի հատ ուշադիր նայենք առաջինը, ընտրյալ ազգ ենք։ Մենք դրա մասին խոսացել ենք, արդեն ես շատ չեմ խորանալու, որ Աստված ընտրեց մեզ լադեր, Եփեսոս առաջի գլուխ 4 խոսք ասում է, քանի որ նա ընտրեց մեզ իր մեջ աշխարհի արարությունից առաջ, որպեսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առջև սիրո մեջ։ Աստված արդեն մեզ ընտրեց, մենք ընտրյալ ազգ ենք։ Երկրորդը մենք քանական թագավորներ ենք։ Դա Հռոմեացիների 5-րդ գլուխ 17-րդ խոսքում գրված է, որովհետև եթե մեկի հանցանքով մահը թագավորեց մեկի միջոցով, ապա շատ ավելի նրանք, ովքեր ընկալում են շնորհքի առատությունը եւ արդարության պարգևը կանգնում կյանքի մեջ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչն է ուզում ասի, որ մենք Հիսուս Քրիստոսի միջով վերադարձանք այն կյանքին եւ այն կանչվածությանը, որ Աստված ունի մեզ համար։ Երբ որ Հիսուսը մեռավ խաչի վրա, ասում է Զանավեսկեն, բարագույրը պատռվեց սրբության սրբոցի մեջ եւ մենք ունեցանք հնարավորություն մտնել սրբության սրբոցի մեջ, որպես առաջ մենակ քահանաները իրանք ունեն մտնեն։ Ընդի իսկ հիմի երբ որ վարագույրը պատռվեց, հիմի մենք հնարավորություն ունեցանք մտնել սրբության սրբոցի մեջ։ Ու դրանով ասում է դուք ստատուս բերեք էլի ձեր կյանքի մեջին քահանաներ, որ դուք քահանաներ եք։ Երրորդը սուրբ ազգ։ Աստված մեզ սրբացրեց եւ սուրբ դարձրեց։ Ինչ է նշանակում սուրբ։ Առանձնացված։ Նա մեզ առանձնացրեց սաղեից։ Հիմա մենք առանձնացրած ենք։ Առաջի Կորինթոս առաջի գլուխ 2-րդ խոսք ասում է. Կորինթոսի մեջ գտնվող Աստծո եկեղեցիներին Քրիստոս Հիսուսով սրբացվածներուն կանչված սուրբերուն բոլոր անոնց հետ որ ամեն հետ է կանչեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը թե իրենք եւ թե մեզ Սա նշանակում է որ Հիսուսը մեզ ընտրեց, նա մեզ առանձնացրեց եւ մենք հիմի պատկանում ենք իրան։ Հաջորդը նա է որ Աստված մեզ
վերցրեց եւ մցրեց իրա կանչվածության մեջ առանձնացրեց, սրբացրեց, վերցրեց եւ մցրեց իր կանչվածության մեջ։ Եվ մենք Աստծո գանձերն ենք։ Ինչու, որովհետև նա մեզ առավ։ Եթե ինքը Իսրայելի մասին ասում էր, որ դա ժեմչուկ մոյ, մարգարիտ է, հա, մարգարիտ, իսկ մեզ ման ասма դուք ոսկի եք։ Ինչու, որովհետև մենք կնված ենք Քրիստոսի արյունով, ամենաթանկ բանը, եւ վերջնապես ինչա պետք, ինչի համար դա ամեն ինչ արեց, ասա, որպեսզի հռչակենք նրա գովությունը, որ ձեզ խավարից կանչեց դեպի իր սքանչելի լույսը։ Մենք պետք է ազգերին, հեթանոսներին, մեր ազգին, սաղին պետք է պատմենք, որ Աստված կանչում է խավարից դեպի իր լույսը։ Ավետարանը քարոզենք։ Ամեն։ Ինչա պետք մեզ դրա համար, որպեսզի մենք դրան հասնենք։ Նախ մենք մտածենք դրա մասին։ Մենք փոխենք մեր մտածելակերպը։ Հաջորդը մենք սկսենք ապրել, թենց ոնց որ Աստված մեզանից ուզում է, որ մենք չտարբերություն չտնենք, սա գործա, սա տուննա, ոնց դու տանես, նույն ձևի դու գործի մեջ եղիր, ոնց դու գործի մեջ ես, նույն ձևի դու եղեցեմ եղի։ Ու երբ որ այդ հավասարակշռությունը կա ամեն մի բնակավարի մեջին, մարդիկ կասեն, ես քո մեջ Աստծուն եմ դնում, որովհետև այդ հավասարակշռությունը կարա բերի մենակ Աստված մեր կյանքի մեջին։ Մենք չենք կարա, մենք սովորենք մասկեք հագնել։ Ստի ես սենց եմ, ընդի ես ուրիշ ձևի եմ, ստի ես սուրբ եմ, իսկ տանը ես ուրիշ ձևի եմ, ես հիշում եմ մի հատ բարեկամ ունենք, իր կինը եկեղեցի էր գնեմ, մարդը, երբ որ իրանց տանը հանդիպում ենք, մարդը ասում էր, ասում է, ընդի ինքը սուրբ հաստի մեզ սաղից անացնա։ Որ սկսին խոսալ, ասում ասն է պատմում, ասում դե գիտես ինչ ասում, ես լավ ասում օրինակ ունեմ, ասում իմ կինը ասում ընդի ինքը սուրբ հա եկեղեցի ա գնեմ, իսկ երբ որ տուն ա գալիս, սա օրը անծում է մեզ։ Ասում իրա բեռնից անեց, կը չի պակսում, ասում ես ոնց գամ հավատամ են ասում, որին հավատում է իմ կինը։ Իսկ եթե իր կինը իրան ճիշտ ձևով պահեր իր տան մեջ, ինքը կասեր այրոք, ճիշտ ես ասեմ, իմ կինը փոխվեց, երբ որ եկավ եկեղեցի, երբ որ հավատք եկավ։ Դրա համար մենք պետք է աշխատենք մեր վրա եւ մենք նույն ձևի Քրիստոսին ցույց տանք, թե ընտանիքի մեջին, թե գործի մեջին, թե եկեղեցին, ծառայելով իրար։ Ամեն։ Եկեք բեկինանք իրար հետ աղոթենք։ Հալելույա։ Տեր, մենք շնորհակալ ենք Տեր, այսօրվա համար Տեր։ Մենք շնորհակալ ենք, որ դու բացում ես քո խոսքը մեզ համար Տեր։ Եվ մենք շնորհակալ ենք Տեր, որ դու ցույց ես տալի քո կամքը մեր կյանքի մեջին։ Մենք հավատում ենք Տեր, որ մենք քահանաներ ենք Տեր, որ մենք թագավորներ ենք մեր ընտանիքների մեջ, մեր գործի մեջ, մեր եկեղեցում, մեր ազգի մեջ, Տեր, մենք հավատում ենք դա, սարքի մեր մեջ դա, սարքի, որպեսզի մենք նույն ձևով Աստված ցույց տանք քեզ, թե ընտանիքի մեջին, թե
գործի տեղը, թե ընտանիքի մեջին, թե եկեղեցում Տեր, թող դա սարքվի մեր մեջ Տեր, որպեսզի մենք լույս եղնենք Տեր, ու երբ որ մենք խոսանք եւ քո լույսը տարածենք Տեր, ժողովուրդը տեն այդ լույսը եւ ընդունի այդ լույսը Տեր, Հիսուսի անունով Հայր, Տեր մենք շնորհակալ ենք քեզանից Հայր, շնորհակալ ենք քեզ բանի համար Տեր, այս խոսքիդ համար Տեր, Հիսուսի անունով Հայր, հալելույա, ամեն, ամեն